Բարի օր, սիրելի հայրենակիցներ, հարգելի հետևորդներ, մենք նորից եթերում ենք, Հայացք Սյունիքից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել, այս հաղորդաշարի հիմնական նպատակն է ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման ընթացքում վերհանել սյունիքյան մտահոգությունները, ճշտել, հստակեցնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից յուրաքանչյուրի պատկերացումը սյունեցիներից մտահոգող խնդիրների լուծման վերաբերյալ։ Որքան էլ զարմանալի է ու տարօրինակ, նախընտրական այս շրջանում հանրապետությունում քննարկվող գլխավոր խնդիրներից մեկը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ վերաբերմունքի հարցն է։ Չենք ուզում անդրադառնալ հանրապետության մասշտաբով այդ խնդրի շուրջ շրջանառվող տեսակետներին։ Ուզում ենք զուտ սյունիքյան տեսակետ հայտնել։ Մեզ համար շատ կարևոր է քաղաքական ուժերի վերաբերմունքը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ։ Հիշենք, քրիստոնեությունը Հայաստան է մուտք գործել առաքյալների ժամանակ Սյունիքից։ Այնուհետև Սյունյաց մեծ իշխանն էր Թորգոմատան ընտրյալների թվում, որ ուղեկցում էր Գրիգորին Կեսարիայում ձեռնադրվելու հայոց երկրի քահանայապետ։ Սյունյաց անդոկ իշխանն էր, ով ուղեկցեց Ներսես Մեծին Կեսարիայում ձեռնադրվելու ամենայն հայոց կաթողիկոս։ Սյունիքն էր, որ դարեր շարունակ դրոշակակիր էր ունիթորության, քաղաքեդոնության և մյուս աղանդների դեմ պայքարում։ Սյունիքում է ննջում հայկազյան ազգի երկրորդ լուսավորիչը եռամեծար փիլիսոփա Գրիգոր Տաթևացին։ Սյունյաց եպիսկոպոսության ջանքերով էր, որ 1441-ին հազարամյա աստանդական ու դեգերումներով լեցուն շրջանից հետո վաղարշապատում վերականգնվեց կաթողիկոսական գահը։ Մովսես Խորենացի կապանցին էր, ով վերջ դրեց աթոռակից կաթողիկոսների ամոթալի ավանդույթին։ Այո, հայ առաքելական եկեղեցին լրջագույն բարեփոխումների կարիք ունի, բայց դա եկեղեցու ներքին գործն է։ Մինչ այդ հավատավոր սյունեցիները շարունակում են հաստատակամորեն մնալ հայոց նվիրապետի հետ և դատապարտել նրա դեմ ուղղված ամեն մի գործողություն, որ հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով, այսօր կփորձենք հստակեցնել մեզ հետաքրքրող մի շարք հարցեր խնդրո առարկայից բխող։ Այդ իսկ նպատակով Սյունյաց երկրի տաղավար ենք հրավիրել հայ առաքելական Սուրբ եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանին։ Սրբազան հաճելի է ձեզ տեսնել մեր պարբերականի տաղավարում, ձեզ մեր սրտաբուխ ողջույնները։ Շնորհակալ եմ հրավերի համար, Աստված ձեզ օրհնի, ձեր գործը օրհնի։ Ողջունում եմ եւ հաղորդաշարը, եւ Սյունյաց երկիր թերթի իր աշխատակազմով եւ ընդհանրապես Սյունյաց աշխարհի մեր բոլոր ժողովրդին։ Շնորհակալություն։ Սրբազան, նախ ուզում եմ Սյունիքի հազարավոր հավատացյալների հիասմունքը արտահայտել ձեր վարքագծի առիթով, որ դրսևորեցիք եւ դրսևորում եք հայ առաքելական Սուրբ եկեղեցու համար ծանրագույն շրջանում վերջին ամիսներին հատկապես։ Դուք հավատարիմ մնացիք հայոց նվիրապետին, հայ առաքելական եկեղեցու հիմնարար սկզբունքներին եւ մերժեցիք տիրադավ եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների որդեգրած ճանապարհը, որքան ձեզ ճանաչում ենք, ուրիշ կերպ չէր կարող լինել։ Ճիշտ է մեր ընկալումը։ Այո, ճիշտ է, ասեմ ձեզ, որ շատ հաճախ հոգևորականի աշխատանքը ներկայացնում են իբրև աշխատանք, բայց դա այդպես չէ, հոգևորականի աշխատանքը ավելի շատ ծառայություն է եւ կոչում է։ Մենք պայմանագրերով չենք նշանակվում եւ պայմանագրերով չենք ձեռնադրվում եւ յուրաքանչյուր ձեռնադրության խորհրդի մեջ ունենք ուխտագիր ասվածը, որ մենք ստորագրում ենք, որ պետք է հավատարիմ մնանք Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, նաեւ խոնարհություն ունենանք գահակալի կամ առաջնորդի հանդեպ։ Այդ սկզբունքը որդեգրված է եւ հիմնավորված է Սուրբ գրքով եւ դա պետք է պահվի ու պահպանվի։ Ես իմ ավագ եղբայրներն են, ովքեր որ թեկուզ սխալ են մտածում իրենց տեսակետով կարող է իրանք են այդպես ուզում տեսնել, ես այդպես չեմ պատկերացնում, վստահ եմ, որ մեկ օր իրենք տուն կվերադառնան։ Աստծով թող Աստծուն խնդրենք, որ համերաշխություն, խոնարհությունը թագավորի, ոչ թե հպարտությունը։ Գիտեք, հպարտությունը սարսափելի մեղք է, ինքը իր մեջ սարսափելի հետևանքներ է կրում։ Սուրբ հայրերը իմաստնավորի Սուրբ Գրիգոր Տաթևացին հետևյալն ասում հպարտության մասին, ասում է, որ
Աստված ցանկացած մեղքի ժամանակ է տալիս, իսկ հպարտության պարագային ոչ։ Եթե հետառը անում ենք, տակը մնում է պարտություն։ Դա հրեշտակած պարտությունն, այսինքն հպարտ մարդ հավասարվում է սատանային։ Հպարտության արդյունքում հայրապետ չեն փոխում կամ չեն բարեփոխում։ Ես միշտ ասել եմ, դա կարող ենք անենք այն ժամանակ, երբ մեր առջև կանգնի, ասենք Սուրբ Գրիգոր Տաթևացու կամ Սուրբ Հովան Որոտնեցու, Սուրբ Մովսես Խոտանանցու Տաթևացու կամ Գրիգոր Նարեկացու նմանատիպ Սուրբ, եթե մեր առջևը կանգնի, ակամայից մենք մեր մեղքերը կտեսնենք եւ մենք խոնարհաբար կգնանք հրաժարվելու կամ մաքրվելու, բայց բռնաճնշումներով կամ քաղաքական մտածելակերպով կամ աշխարհիկ գործելավոճով չի կարելի եկեղեցի բարեփոխել։ Եկեղեցին ինքը բարեփոխելու կարիք չունի։ Եկեղեցու նպատակը նա է, որ մարդու հոգին տանի դեպի Աստված։ Բայց այստեղ բարեփոխում անդադ լսում ենք, անդադ բարեփոխման մեջ շեշտադրված լսում ենք անդադ ֆինանսի մասին են խոսում։ Այսինքն իրենց ամբողջ նպատակը ֆինանս, բայց այնտեղ հավատք հոգի չկա, բայց եկեղեցու ամբողջ նպատակը հոգին է, մարդու հոգու փրկությունն է, բայց հայոց եկեղեցին ի տարբերություն մյուս հարանվանություններին կամ քույր եկեղեցիներին, հայոց եկեղեցին ինքը ազգային եկեղեցի է եւ ինքը մտածում է իր ժողովրդի եւ հավատքի մասին, եւ մտածում է իր երկրի մասին, եւ մտածում է իր պատմության մասին, իր մշակույթի մասին ամբողջությամբ, եւ դա պատահական բան խոսքեր չեմ ասում, դա հիմքը դրվել է 5-րդ դարում, ոսկե դարում, եւ այդ օրվանից մենք կոչվել ենք ազգային եկեղեցի, մենք մեր ազգի համար, եւ մեր սուրբերի բոլոր գործողություններն էլ տարել են դրան։ Բարեփոխում ասելով ինչ նկատի ունեն, այսինքն եկեղեցին դառնա ինչ-որ մի կուսակցության գործի, կանոնը դնենք բարեփոխեցինք եւ վերջ, այդպես չի լինում, այլ բոլոր կուսակցությունները պետք է լինեն եկեղեցու անդամ, ոչ թե եկեղեցին իրենց կուսակցության անդամ, որովհետև Քրիստոսի խաչի տակ բոլորը հավասար են։ Բարեփոխում ասելով նաև այս վերջին շրջանում մենք տեսանք պղծված պատարակներ, կարգալույսները պատարակ են մատուցում, զեղչում են պատարակի մեջ աղոթները եւ դա չի կարելի, դա արդեն խախտում է։ Սուրբ գրքի ավետարանի վերջում ասում է, չէ, եթե ավելացնեք, կավելացնեմ, պակասեցնեք, կպակասեցնեմ, եթե պակասեցնում եք, ուրեմն իմացեք երկնքի արքայությունում Աստված ձեզ պակասեցնում է։ Հաջորդ բանը, որ տեսնում եմ, սխալը, որ տեսնում եմ, կաթողիկոսական ընտրությունը բերում համահավասարեցնում են երկրի ղեկավարի ընտրության հետ։ Այդպես չի, կաթողիկոսինը, եթե ընտրություն եղել է, բայց կարևոր ընտրությունը չի, այստեղ խորհուրդն է, օծումն է։ Եթե մեռոնով օծվեց, վերջ, ընտրությունը այդտեղ էական չի, իսկ երկրորդ երկրի ընտրությունը դա չի նշանակում, որ ժողովուրդը մանդատ տվեց, որ դու գնաս քո եկեղեցում ինչ-որ հարցեր լուծես, դու հարց լուծելու շատ տեղեր ունենք, եթե մեր նշանակված պաշտոնյաները իրենց տեղում շատ հարցեր լուծեն, կարգավորեն եւ հաջողություն ունենան մեր ժողովրդի կյանքում, այո, դա մեր ուրախությունը կլինի, բայց ցավոք այդպես չէ, տեսնում ենք, որ շատ հարցեր թերի են մնում կիսատեղ։ Սրբազան, ես կանդրադառնամ նորից այդ հարցերին, բայց հիմա մեկ ուրիշ հարց, վերջերս հայրապետական տնօրինությամբ համատեղության կարգով դուք նշանակվեցիք Վայոց ձորի թեմի առաջնորդական տեղապահ թեմակալ առաջնորդի պարտականություններն իրականացնելու համար։ Նախ ձեզ շնորհավորում ենք այդ կապակցությամբ եւ ցանկանում հաջողություններ։ Այդ առիթով սակայն կուզենայինք մի հարց արծարծել, օգտագործելով այս առիթը։ 1989 թվականի ապրիլի 10-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը նախագահությամբ ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հաստատեց եւ կյանքի կոչեց Սյունյաց պատմական թեմը, հոգևոր կենտրոն ունենալով Սուրբ Տաթևի վանքը։ Սյունյաց նորակազմ թեմի առաջնորդ եւ Տաթևի վանքի վանահայր նշանակվեց գերաշնորհ Տեր Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանը։ Սակայն 2010 թվականին մեզ համար անհասկանալի պատճառներով Սյունյաց պատմական թեմը բաժանվեց երկու մասի։ Հիշենք,
Թեմը դադարել էր գործել 1934 թվականին, պատճառը ոչ միայն քաղաքական դրությունն էր, այլև 1931-ի ավերիչ երկրաշարժը։ Իսկ դրանից մոտ մեկ դար առաջ 1837-ին Սուրբ Էջմիածնի սինոդի որոշումով Սյունյաց մետրոպոլիտությունը վերածվեց Սյունյաց թեմի։ Ինչ եք կարծում, ժամանակը չէ նորից վերականգնելու Սյունյաց թեմի ամբողջականությունը կամ սկզբնական վիճակը, կամ եթե կուզեք պատմական արդարությունը։ Նախ շնորհակալ եմ բարի խոսքերի համար եւ բարի նպատակների համար։ Եթե այդպես մտածենք, Սյունյաց թեմը եթե այսօր վերականգնենք, Հայաստանում կմնա երկու թեմ։ Ահարացյան թեմ մի քիչ Շիրակից, մի քիչ Գուգարկից, մնացածը կդառնա Սյունյաց թեմ։ Դե ժամանակին ամբողջ տարածքները Սևանի ավազան, գիտեք, Կովսականը, Ծղուկ գավառը ամբողջությամբ մտել են Սյունյաց թեմի մեջ եւ 12 եպիսկոպոսներ ենթարկվել են Սյունյաց մետրոպոլիտին, առաջնորդին, այսինքն 12 թեմեր, դա եթե չեմ սխալվում Ստեփանոս Օրբելյանն էր այդ մասին խոսում։ Ըստ առաջին հարկացուցակի։ Այո, ճիշտ եք նկատում, խորհրդային տարիների ընթացքում Հայաստանում մնացել էր երկու թեմ, Արարատյան թեմ եւ Շիրակի թեմ։ Լորին Շիրակը Արագածոտնի մի մասը եւ Արմավիրի կարելի ասել մի մասը մտնում էր Շիրակի թեմի մեջ, այսօրվա մարզերի կտրվածքով եմ խոսում, մնացած մասը Սևանի ավազան, Տավուշ եւ Կոտայք, Վայոց Ձոր, Սյունիք եւ Արարատ իր նահանգով եւ անգամ Արմավիրի մարզը եւ Արագածոտնի մեծ մասը մտնում էր Արարատյան թեմի մեջ։ 89 թվականին այո Վազգեն Վեհափարի գլխավորությամբ հաստատվեց երկու նոր թեմեր այդ ժամանակ, Գուգարաց թեմը եւ Սյունյաց թեմը։ Սյունյաց թեմի մեջ մտնում էր Վայոց Ձորի այսօրվա մարզը եւ Սյունիքի մարզը։ Եվ դրանից հետո նաեւ որոշ փոփոխություններ եղան, որոշ թեմեր կրկին անգամ բաժանվեցին։ Ասեմ ձեզ, թեմը հաստատում է ամենայն հայոց կաթողիկոսը։ Եվ նաև կաթողիկոսի իրավունքի մեջ է մտնում նաև տեղական սովորութային բաները, մշակութային փոփոխություններ իրականացնելու իրավունքը։ Եվ այդ իրավունքից օգտվելով դրանից հետո, եթե չեմ սխալվում, 94 կամ 95 թվականին երջանկայիշատակ Գարեգին առաջինը որոշ թեմեր առանձնացրեց, Արագածոտնի թեմը, Գեղարքունիքի թեմը եւ Արմավիրի թեմը, մի քանի թեմեր, Գուգարաց թեմը արդեն ոչ թե Տավուշի հատվածը մենակ, այլ Վանաձորը կամ Գուգարաց մարզը միասին Տավուշից։ Այսինքն անդադ փոփոխություններ վերածելու են։ Այո, լինում են։ Վարչական իմաստով։ Այո, վարչական իմաստով լինում են։ Իսկ ներկայիս Վեհափար Հայրապետի օրոք ստեղծվել են առանձին Սյունիքն ու Վայոց Ձորը իրարից առանձնացվել են, ստեղծվել է Արթիկի թեմը եւ Տավուշի թեմը, եթե չեմ սխալվում, այսքանն են։ Թեմի բաժանումը կամ առանձին առաջնորդներ հաստատել է հետևյալն է, որ ավելի լավ, ավելի հեշտ, ավելի մեծ ծառայություն մատուցեն տվյալ տարածքում ապրող մեր ժողովրդին, ավելի մոտիկից կարողանան շփվել։ Հիմա ես հասկանում եմ դրա ծանրությունը եւ բարդությունը, Մեղրիից պատկերացրեք միջև Եղեգնաձոր իր գյուղերով, իր ամեն ինչով, այդ ամեն ինչը հիմա իմ ամբողջ ֆիզիկական կարողությունները կարելի ասել երկու մասի են բաժանվել, Աստծուն խնդրում եմ ուժ կարողություն, որ կարողանամ հասնել մեր ժողովրդին։ Դե ինչ ասեմ, հաջողություն։ Շնորհակալ եմ։ Այդ ուղղությամբ այնուամենայնիվ հարցը շատ կարևոր է պատմականությունը վերականգնելու համար եւ կարծում եմ դուք էլ հնարավորության սահմաններում ջանքեր կգործադրեք։ Ներողություն եմ խնդրում, ես գիտեմ, որ դուք մեծ սյունեցի եք եւ ուզում եք տեսնել ամբողջության մեջ, բայց մեզ էլ հասկացեք, մենք ֆիզիկապես մեր համար հնարավոր չի։ Թող Աստվածը ձեր ուզածը լինի։ Ես հասկացա Սրբազան։ Ուրեմն տեսեք ինչ է կատարվում։ Առաջիկա ընտրություններին ազգային ժողովի ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերից մեկի նախընտրական ծրագրին քիչ հետո անպայման կանդրադառնանք։ Մինչ այդ կուզենայինք հիշեցնել Հայաստանի Հանրապետության սահմանադրության կարգավորումները հայ առաքելական
եկեղեցու առողջությամբ։ Հոդված 17 առաջին կետը Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, երկրորդ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Եվ հոդված 18 Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի այց առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում նրա ազգային մշակութային զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Եվ այդ հոդվածի երկրորդ կետը Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի այց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Կարդում ենք երկրի հիմնական օրենքի այդ դրույթները եւ վերհիշում այն իրադարձությունները, որոնք վերջին ամիսներին տեղի են ունեցել եւ ցավոք տեղի են ունենում հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ։ Եվ ակամա հարց է առաջանում. արդյոք մենք չենք շրջանցում Հայաստանի Հանրապետության սահմանադրության չափազանց հստակ պահանջները։ Արդյոք մեր որոշ արարքներ հակասահմանադրական չեն։ Փորձեք տեղի ունեցածի եւ ունեցողի վերաբերյալ ձեր ընկալումները ներկայացնել, թեև մեր առաջին հարցի պատասխանի մեջ դուք արդեն որոշ չափով անդրադարձաք այս հարցի պատասխանին, խնդրեմ։ Ուրեմն այդտեղ որ մեջ բերեցիք որոշ հոդվածներ հայ եկեղեցու եւ պետության հետ հարաբերությունները կարգավորող կետերի մասին, մի քանի կետեր այդտեղ բացակայում են, այս վերջի շրջանում մի քիչ ուսումնասիրել եմ։ Այնտեղ մի հատ հետարքիր հոդված էլ կա, որ ցանկացած եկեղեցական իրավունք ունի ազատ արտահայտվելու, եկեղեցականը իրավունք ունի սահմանադրությամբ բանտեր այցելելու, բանակ այցելելու, դպրոցներ այցելելու, այդ ամբողջ իրավունքները եկեղեցականների ոտնահարված են այսօր։ Քանի կետ սահմանադրության մեջ կա գրված եկեղեցի պետության հարաբերություններում, ցավի սիրտ հոգևորականների կողմից չի, դա սահմանադրության կոչված պահապանների կողմից խախտվում են այդ ամբողջ կետերը։ Ամբողջ կետերը, տեսնում եք դատական համակարգի վիճակը, ամբողջությամբ խախտված են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եկեղեցի պետություն հարաբերության մեջ։ Ես ուրիշ վտանգել եմ տեսնում սրա մեջ, այս ամբողջ խաղերի մեջ, մեսիջ է ուղարկվում ուղղակի հարանվանություններին Հայաստանում գործող, որ տեսեք, հայ եկեղեցում ենք նեղացնում ենք, ձեր ձայները տվեք մեզ։ Ես իրանցից դա եմ սպասում։ Սա մեսիջ է։ Որովհետև ցավի սիրտ ունեցել եմ ժամանակին առիթ, իրենց նախկիների օրոքել է այդ մարդը պաշտոնյա եղել։ Իրենց օրոքել է եղել, իրենք երկար տարիներ պահել են, հետո խայտարակ ձևով հեռացրել են, հիմա էլ ականջից կապել է նորից պաշտոնի են նշանակելու, ժամանակին այդ մարդը իմ հետ վիճում էր, ասում էր աղանդավորները մեզ ձայն են տալիս, իրենց մի ճնշի։ Իհարկե Սյունիքի մասին չի խոսքը, ուրիշ տեղ հոգևոր ծառայությանը վերաբերվում, ես հիմա այդ ամեն ինչը որ վերլուծում եմ, հասկանում եմ, որ նաև տակը թաքնված այդպիսի բան կա։ Այսինքն քաջալերանք, աղանդավորներ, այո, ցույց են տալիս, թե իբր մենք ձեր բարեկամներն ենք, եկեղեցուն դեմ գնալու համար կարող եք ձեր ձայնը տաք մեզ։ Իրանց ձայնը է հետաքրքրում, իրանց եկեղեցին ոչինչ չի հետաքրքրում։ Ձայնից բացի նաև մեկ էլ ֆինանս, ուրիշ ոչ մի բան։ Ես չեմ տեսել այս տարիների ընթացքում, որ գնան մի հատ մեծ շքեղության, մի հատ մեծ գործարանի բացում անեն, ժողովուրդ ջան, աշխատեք, ապրեք։ Միշտ գումար եւ ճանապարհ։ Գոնե Աստված տար այդ ճանապարհը նորմալ լիներ, հիմա ասում եք ճանապարհով տեսնում եք ինչա, գոնե։ Հիմա անդրադառնանք ձեր թույլտվությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի մի դրույթին։ Արժեքահեն հանրություն բաժնում կարդում ենք. արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ Վերջին տասնամյակներում Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունն օտարվել է եւ շարունակում է օտարվել Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցուց, ինչը այդ թվում հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձեն անեն Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության
ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։ Եվ տեքստը մի փոքր ծավալուն է, գուցե ես ամբողջական չընթերցեմ, նկատի ունենալով որ դուք ծանոթ եք, բայց նախատեսվող քայլերից կամ ինչպես անվանում են, որդեգրվող ճանապարհային քարտեզի առաջին կետն է Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացում, հանգստի կոչում, սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն եւ սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Այսպիսի կետեր են նախատեսում կուսակցության ծրագրում։ Իհարկե մենք ծանոթ ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հակադարձող եւ դատապարտող հայտարարությանը, բայց կուզենայինք նաեւ ձեր դիրքորոշումը իմանալ։ Խնդրեմ, որտեղ որքանով ես տեղյակ եմ, առաջին դեպքն է, երբ քաղաքական ուժը կուսակցությունը հայ առաքելական եկեղեցուն առնչվող դրույթներ է մտցնում իր նախընտրական ծրագրի մեջ։ Խնդրեմ։ Դուք ինձանից լավ գիտեք, որ իրենք սմբած սպարապետ գունդստաբլը չեն։ Իրենց մտային կարողությունները, որ նայում ենք, իրենք շատ հեռացած են հայ եկեղեցուց եւ հայ ազգից։ Երջանկայի շատակ Վազգեն Վեհապարը մի այսպիսի խոսք ուներ, ասում էր բավ է անդադ խոսեք խավարից, ամեն մեկը մեկ հատիկ մոն վառեք։ Ուզում եմ հասկանալ իրենցից որևիցե մեկը ինչ ունի արած հայոց եկեղեցու համար։ Մայր տաճարը վերականգնվում էր։ Մայր Աթոռը քրիստոնեական աշխարհի սրբություններից մեկն է եւ առաջին վանքն, առաջին տաճարն է քրիստոնյա աշխարհում։ Ինչ օգուտ է տվել Հայաստանի Հանրապետության ղեկավարները իրանք ամբողջությամբ բոլորը միասին ինչ են արել Մայր տաճարի վերականգնման համար։ Թող մի հատ այդ հարցին պատասխանենք, հետո նոր սկսենք բարեփոխումից։ Երկրորդ, ես ուզում եմ, որ իմ երկիրն էլ բարեփոխվի։ Դե փոխելով է, ղեկավարին փոխելով է բարեփոխվում, ուզում եմ բարեփոխվի։ Ամիսը մեկ եմ ուզում բարեփոխվի, ինչու, հիմա կասեմ։ Ես ուզում եմ, որ մաքսիմում 6 ամիսը մեկ վարչապետ փոխենք։ Հայաստանում աղքատ մարդ չի մնա։ Բոլորը կարստան է։ Հիմա այդ սկզբունքն է։ Բայց ես ուզում եմ իմ երկրում սիստեմ աշխատի։ Համակարգ։ Այսինքն համակարգ աշխատի, որ երկիրը անգամ ղեկավար չընտրվելու դեպքում, ասենք հավասար ձայներ լինեն, բայց համակարգը գործի աշխատի, պետությունը գործի աշխատի, չասեն սա իմ բարեկամն է պետք է լինի պաշտոնի, սա իմ համախոհն է ինքը պետք է լինի, վերջ, այն խելացի մարդը կապ չունի, եթե իր կուսակցությունից չի, ուրեմն ինքը տեղ պետք է չունենա, սա բարեփոխելու ամենալավ դաշտն է, որ պետք է բարեփոխվի, իսկ եկեղեցին ոչ թե ղեկավար։ Այսինքն նախ պետական համակարգը բարեփոխենք, հետո նոր խոսենք այլ ոլորտների եւ նաեւ հոգեվոր ոլորտի մասին։ Երկրորդ, նորից եմ ասում, այստեղ սխալը հետեւյալն է, փաստացի պետի փոխում եկեղեցին մի օքով չի ղեկավարվում։ Նախ եկեղեցու գլուխ ինքը Քրիստոս ինքն է, եթե Քրիստոս է գտել, որ մարդը ինքը դառնա հայոց հայրապետ իր օծումով 12 եպիսկոպոսներով հաստատել են, ուրեմն մենք կարող ենք Քրիստոսին բարեփոխել կամ Քրիստոսին քրիստոսաբանություն սովորեցնել, դա ծիծաղելի է։ Ուղղակի ծիծաղելի է, ես դա չեմ հասկանում։ Կամ ինչն ենք բարեփոխում։ Բարեփոխումը պետք է սկսենք մենք մեզանից։ Ապրենք առանց մեղքի, բայց տեսնում ենք ոգրամոլությունը քարոզվում է, տեսնում ենք հարբեցողությունը քարոզվում է, եւ չխոսենք մյուս մեղքերի մասին, բամբասանքների կամ զրպարտությունների մասին էլ տնենք կողքի, որ ավելի վատ մեղք է, քան հպարտությունը։ Այդ ամեն ինչը կա, դրա դեմը չենք առել, մեր երկրի ապահովության հարցը չենք լուծել, ինչ ենք բարեփոխում, ես չգիտեմ։ Ինչ շոու ենք սարքում, ինչ ենք ուզում շեղենք, ում ենք ինչ ուզում ասենք, բայց ասեմ ձեզի, որ մեր ժողովուրդը հակառակ այդ բարեփոխման քաջամարտիկների հակառակ վտանգ են զգացել իրենց եկեղեցու հանդեպ, հիմա ավելի շատ են գալիս եկեղեցի, Իսկապես նկատելի է, անգամ եկեղեցիներում տեղ չի լինում կանգնելու եւ բոլորը մտածված գալիս են իրենց եկեղեցին պահելու եւ իրենց զորակցությունն ու աջակցությունը հայտնելու։
մի փոքրիկ մասա կա, որ չգիտեմ ինչով են մտածելակերպը որտեղից է գալիս, որ դպրոցների արդյունք է, ընդհանրապես հայի հետ կապ չունի, նրանք են մենակ օտար ձևով մտածում։ Եվ ասեմ ձեզի, եկեղեցի գալիս են ուրախությունը ավելի մեծացնեմ, ավելի շատ երիտասարդները, որովհետև հասկանում են իրենք են տերը, իրենք են պահողը եւ իրենք են այդ եկեղեցու զավակները։ Նորից եմ ասում, իրենք ոչինչ չունեն արած իբրև պետություն եկեղեցու համար։ Մենք ժամանակին հանդիպեցինք վարչապետի հետ 18 թվականին, երբ որ իշխանափոխություն եղավ, Մայրաթորում վարչապետը այսպեսի մի արտահայտություն արեց, իմ մեջ լավ տպավորված է, երկու արտահայտություն, երկուսն էլ տպավորված է եւ երկուսի մեջ էլ վտանգ եմ տեսել։ Ասած, երբ ուժեղ է եղել եկեղեցին, պետությունը այդ ժամանակ թուլացել է։ Հակառակ, երբ պետություն չենք ունեցել, եկեղեցին է թուլացել, որովհետև ամբողջ քաղաքական բեռը վերցրել է իր ուսերի վրա, որ հային հայ պահի եւ ստեղծի հայոց պետականություն։ Պատմություն իմացող մարդ այդպիսի սխալ արտահայտություն չի անում։ Դա պատմական տեսակետից է սխալ արտահայտություն։ Այո, դա ասել է Սխալ է։ Դա ասել է Մայրաթորի միաբանների հետ հանդիպման ժամանակ, որից մեկը ես եմ, ես ներկա եմ եղել։ Հաջորդ մի բանը, որ ես այդ ժամանակ լսեցի, իր շուրթերից, որ ասաց, ես ինձ շատ խաբված զգացի իմ ժողովրդի տեղը, ասաց, հիմա էյֆորիա է, որ մարդիկ մեզ այսպես ընդունում են, գալու է ժամանակ մեզ էլ չընդունեն, եթե այն ղեկավարը, որ այսօր ինքը լավ վիճակում է ժողովրդի կողմից ընդունված է եւ գտնում է, որ ինքը հետագայում չի ընդունվելու, ուրեմն ինքը ճիշտ ղեկավար չի։ Յուրաքանչյուր մարդ այնպես պետք է անի, որ ինքը իր անունը պահի։ Սա եղել է իր արտահայտությունը մեր հետ միաբանների հետ հանդիպման ժամանակ։ Ես երկու բանն եմ լսել եւ ասել եմ լավ բան չեմ տեսնում։ Սրբազան եւ նորից ուզում եմ տեղափոխվենք Սյունյաց թեմ, անհնար է չտեսնել այն աշխատանքները, չեմ ուզում բարեփոխում բառը անվանել, որտեղ այդ բառը կարծեք թե մի քիչ արժե զրկվել է, այն աշխատանքները, որ ձեր առաջնորդությամբ վերջին տարիներին կատարվել եւ կատարվում է Սյունյաց թեմում։ Փորձեք համառոտ ներկայացնել կատարված եւ կատարվող աշխատանքները, ինչպես եւ ծրագրերը։ Խնդրեմ։ Եթե Սյունիքում կա մի մարդ, որ քաջատեղյակ է, կարելի ասել դա պարոն Ալեքսանյանն է։ Քաջատեղյակներից մեկը, այսպես չառանձնացնեմ մյուսներից։ Գիտեք, որ ես 11 թվականին նշանակվեցի Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ եւ թեմը գտնվում էր տարբեր առումներով, կարելի ասել շատ վատ վիճակի մեջ։ Ինձ տրվեց 17-18 եկեղեցի է, բոլորն էլ կարելի ասել կիսավեր վիճակում եւ ոչ բարեկարգ վիճակում, եւ մարդիկ եկեղեցի էլ չէին գալիս, չէին մկրտվում, եկեղեցով չէին ամուսնանում, նաեւ սքով արարողությունները հոգեվորականներով չէր լինում, դրա կողքը բայց կար մի դրական բան, որ բոլոր միջոցառումներին խնդրում էին, որ հոգեվորական ներկա լինի։ Բայց ուղղակի իրենք կտրված էին, չգիտեմ, երևի հոգեվորականների սխալ է եղել, երևի չէ, հաստատ եղել է, գիտեք, դուք էլ գիտեք, ես էլ գիտեմ, նաեւ ընդհանուր մտածելակերպի կամ ընդհանուր դաստիարակության սխալ է եղել, հիմա այդպես չի, բավականին բան փոխվել է, վերափոխվել է, այո, հիմա Սյունիքում փառք Աստծո, մենք ունենք գործող 40 եկեղեցի։ Ինչ եք ասում։ Այո, գործող 40 եկեղեցիներ ունենք այսօր 18-ի փոխարեն։ Այո, եւ այդ 17-18-ն էլ ենք վերանորոգել, այնպես չի որ գործ չենք արել, գիտեք, Գորիսի եկեղեցու տարածքի ամխիթար վիճակը, այսօր ներսն ենք բարեկարգում, Կապանի եկեղեցին տեսնում եք տարածքը։ Իհարկե, գովելին եւ ուրախալին նա է, որ Սրբազանը իր հույսը չի դրել օտար թեմերի վրա կամ դրսից եկող ֆինանսների վրա, այլ հույսը դրել է իր ժողովրդի վրա եւ իր ժողովուրդն էլ հավատալով իր հոգեվորականներին եւ առաջնորդին իր կամքով, իր ուժերով վերականգնել եւ վերակառուցել այդ ամենը։ Այո, ունենք մի քանի եկեղեցիներ, որ երկիր մշակույթ կազմակերպության ջանքերով արվել, բայց մնացած բոլորը վերակառուցվել
եւ մեր ժողովրդի ծառայությանը կոչվել հենց մեր ժողովրդի ջանքերով, մեր սյունեցի ժողովրդի։ Եվ առաջիկա ծրագրերից առավել ուշագրավ։ Առաջիկա ծրագրերից հիմա մենք ունենք 2-3 եկեղեցի վերաօծելու, տեղ գյուղի Սուրբ Գևորգը արդեն պատրաստ է վերաօծելու, նաեւ Բարաբաթումի կապանի Սուրբ Ռիփսիմենը պատրաստ, բայց ամենակարևորը որ շեշտադրումը դնում է մի քիչ աշխատանքներ կա Վահանավանքի վերաօծումը։ Վերաօծումը Վահանավանք։ Այո, որտե պատրաստ է եկեղեցին, ինքը խորանը ամեն ինչ պատրաստ է, կարելի է օծել, բայց ամենամեծ իմ ջանքը, եռանդը, գիտեք, ուշադրության կենտրոնը այսօր Որոտնավանքն է։ Բավականին մեծ աշխատանքներ արել ենք, կատարել ենք եւ Տեղյակ եմ, հաջախակ եմ ես Որոտնավանքում։ հիմա ցավոք սրտի դադարեցված է ոչ մեր պատճառով։ Վստահ եմ Աստված իրենց կողորթի խելքի կգան, չեն խանգարի, այլ կօգնեն, որպեսզի եկեղեցին վերակառուցվի։ Այս վիճակում կարող եմ 2 եկեղեցին էլ օծել Որոտնավանքի։ Գույքով, ամեն ինչով, խորաններով, ամեն ինչով ապահովված է, խնդիր չեմ տեսնում, բայց ուզում եմ ամբողջական լինի, որ ավելի լավ լինի։ Գիտեք, Որոտնավանքի հետ կապված հիմա գիտեմ իրանք լսելու են, թող այս պատմությունը լավ լսեն։ 2 հոգի մոտեցել են ինձ եւ ես իրենց ժամանակին ասել եմ դուք արժանի չեք այդ վանքից հեռու գնացեք, որովհետեւ մաքուր ձևով չեն մոտեցել։ Այսինքն մոտեցել են ինչ նպատակով։ Իբր վերակառուցելու համար, բայց նպատակը վերակառուցելը չի եղել եւ պատժվել են։ Պատիժ է իջել։ Ինչ ասվել է, պատժվել են։ Մարդ է մահացել իրենց մեջ։ Հիմա իրենց ուզում եմ հիշացնեմ, եթե Որոտնավանքի հետ կամ սրբությունների հետ կխաղան, իրենց վարձը դա է լինելու։ Ես չեմ անիծում, բայց հիշեցնում եմ, որովհետև դեպքերը շատ են։ Մեր եկեղեցուն, մեր հավատքին, մեր սրբություններին, մեր հայրերի աղոթատներին, մատուրներին պետք է երկյուղացությամբ մոտենանք։ Հաջորդ ծրագիրը Սյունիքում, որ իրականացրել ենք եւ իրականացնում ենք, դա Կիրակնորիա դպրոցների ծրագիրն է, մեծ գրեթե հիմնական շեշտը դրել ենք գյուղերի վրա։ Եվ քանի երեխա են գրկված։ Շատ են։ Ասենք, օրինակ 6-700-ը կլինեն, հələ շատ են։ Ես այդ մոտավոր եմ ասում։ Ամեն գյուղում ինչքան երեխա ունեն գրեթե մասնակցում են, ամենաշատը Գորիսի տարածաշրջանում, եթե չեմ սխալվում, Քարաղունջ տեղ այդ գյուղերի երեխաներն են ու հրաշք երեխաներ են մեր երեխաները։ Սպասավորները հասցնում են։ Այո, մեր Այդքան ռեսուրս ունեք դասախոսական։ Մենք ենք անում, մեզ օգնում էին, իհարկե անցյալ տարիներին օգնում էին այն սարգսակները, ովքեր որ բանակ էին ծառայում, ճեմարանավար սարգսակներին գցել ենք նաև այդ աշխատանքների մեջ հասցնում են, բայց ունենք նաև աշխարհական մասնակիցներ, որոնք որ իրենց օժանդակությունը բերում են, բայց մեր քահանաները հասցնում են։ Շատ լավ, շատ լավ, Սրբազան։ Ուրեմն Սյունյաց թեմի թեմական խորհրդի ատենապետ Աշոտ Մինասյանը անազատության մեջ է։ Թեև դատավաճ ուժի մեջ մտած է եւ այդուհանդերձ կարողանում եք հանդիպել նրա հետ եւ արդյոք իրավական դաշտում հնարավոր է ինչ-որ քայլեր կատարել նրան վաղաժամ ազատելու ուղղությամբ։ Մեկ անգամ հանդիպել եմ հրամանատարի հետ, այո, Սյունյաց թեմի թեմական խորհրդի ատենապետն է հրամանատարը։ Դուք գիտեք իր ազգասեր, ազգանվեր, իր կյանքը անգամ ուրացող, ընտանիքին ուրացող, հայրենիքի ազգի հավատքի համար ուրացող այդ ամեն ինչը պահող սրբությունները պահող տեսակը դուք գիտեք եւ շատ-շատերը գիտեն եւ ցավոք սրտի եմ ասում, որ այսօր գտնվում է անազատության մեջ նման հրամանատարը։ Եվ մեկ անգամ եմ հանդիպել հրամանատարի հետ բանտում, կապս զավակների հետ է անընդհատ, որոշել եմ առաջիկայում եւս այցելել իրեն։ Նաև եղել է դեպք մի քանի
դեպք եղել է, որ մենք զրուցել ենք հեռախոսով, բանտում ինչ-որ հեռախոս են տրամադրում օրինական, եկեղեցական հարցեր են քննարկել, տոների հետ կապված, գիտեք, ինքը գրչի մարդ է նաև, ինքը ստեղծագործող է եւ անընդհատ էլ ստեղծագործում է այդ թեմաների շուրջ քննարկումներ ունեցել ենք եւ իր գրչին, իր մտքին հետևում եմ, անընդհատ հետևում եմ, աղոթում եմ, որ նման մարդիկ գտնվեն ազատության մեջ։ Իսկ իրավական դաշտում Իրավական դաշտից անկեղծ ասեմ ձեզ, այսօրվա իրավական դաշտից ես չեմ հասկանում։ Եկեղեցու պարագային, երբ որ խոսում ենք, սահմանադրության բոլոր կետերը խախտվել են։ Եթե սահմանադրության բոլոր կետերը խախտվել են, կարծում եմ մնացածը կարող են խախտել են հայտնի չեքիստի խոսք կա, չի ասում, եթե մարդը կա, գոյատևում է, ուրեմն կարելի է մի բան կարել։ Խնդրեմ։ Եվ ձեր թույլտվությամբ մենք մեր ողջույնները հղենք Աշոտ Երկաթին, մեր սիրելի հրամանատարին։ Միանշանակ։ Ասենք, որ մենք իրեն սպասում ենք, իրեն առողջություն ցանկանանք, ինձ միշտ մտահոգել է նրա առողջական վիճակը, առողջություն ցանկանանք եւ մեկ անգամ եւս փոխանցեք, կարծում եմ ինքը մի ձևով կտեղեկանա մեր հաղորդման մասին, ուզում եմ ասել եմ եւ ասում եմ, որ ինքը պետք է աչքը հետ պահի, մենք իրեն սպասում ենք։ Ես մեկ կատակով իրեն ասում եմ երկաթը չի կոտրում, կարող է ծռմռեն ձև տան, բայց չի կոտրվում եւ վստահ եմ, հուսով եմ, որ հրամանատարը ողջ առողջ այդ ճանապարհից դուրս կգա եւ հետարքիրը գիտեք որն է, որ մեր ազգի մեջ միշտ սուրբերը, կարևոր մարդիկ միշտ հալածվել են մեր ձեռքով։ Ես հիմա նոր հասկանում եմ 19-րդ դարի ամբողջ գրականությունը, երբ որ ուսումնասիրում եի կամ 20-րդ դարի ուսանող շրջանում, ասում եմ, մեր ազգից ինչքան է բան եղել, որ մեր գրողները ապրել են աղքատության մեջ, ապրել են հիվանդություններով, ոչ ոք տիրություն չի արել, հենց մահացել են, տարել են շքեղ, չգիտեմ, արձաններ են կանգնեցրել։ Դա չգիտեմ, երևի սխալ մտածելակերպ է, որ ազգի մեջ ձևավորվել է։ Չեմ ուզում, որ մեր մեծերին հետմահու մեծարենք, եթե իրենք մեր մեջ ապրում են, գոնե իրենց խոսքն ու խորհուրդը լսենք, եթե լսենք, կարծում եմ շատ առաջ կգնանք։ Սրբազան, եւ վերջապես կուզենայինք լսել ձեր պատգամը Սյունյաց թեմի մեր հավատացյալներին։ Ես ընդհանրապես իհարկե հարցը մենք ոչ սովորական ժամանակներ ենք ապրում, հասկանում Սյունիքը մասնավորապես եւ այս իրավիճակում մեզ համար շատ հաճելի եւ ցանկալի է լսել ձեր պատգամը։ Հասկանում եմ, հարցազրույցի սկզբում ասվեց նպատակը հաղորդաշարի, հասկանում եմ այդ ամեն ինչը, գիտեք, ես որևիցե մեկին ամբողջ կյանքում չեմ ուղղորդել, որ ինչ-որ քայլ գործողություն անի, այլ ես փորձում եմ բացատրել, ինքը թող ընտրի ճիշտը եւ սխալը։ Եվ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը շատ իմաստուն ժողովուրդ է։ Ես վստահ եմ, մեր ժողովրդի իմաստության վրա երբեք չեմ կասկածել, թե նեղությունների պահին, թե լայն օրերին։ Այո, կարող է եւ նաեւ իմաստուն ժողովուրդը խաբվի էլ, բայց ոչինչ։ Երբեմն դա էլ է պետք, դասը, որ պետք է, որ հետագայում իրենց աչքի առջև ունենան, որ ընդհանրապես չսխալվեն։ Իմ մաղթանքս է, որ Հայաստան աշխարհը օրհնվի, իմ մաղթանքս է, որ Հայաստանը հզորանա, Սյունիքը հզորանա, իր սահմանները ամուր լինեն, մեր երեխաների իր սահմանները վերականգնվեն։ Այո, իր պատմական սահմանները վերականգնվեն, ինչու ոչ։ Այո, ես չեմ հրաժարվում իմ պատմական հայրենիքից։ Ես այո, այսքանը մնացել է մեր խելքի եւ անհավատության արդյունքում, բայց ես վստահ եմ հավատքով, եթե կանգնենք, մաքուր լինենք, ճիշտ մտածենք, ճիշտ սիրենք մեր ազգին եւ մեր երկիրը, Աստված մեզ կօրհնի եւ եղածն էլ խելոք հետ կվերադառնա մեզ։ Գերաշնորհներ, շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, սպասված զրույցի համար, ես ձեզ հաջողություններ եմ ցանկանում, ձեր խոսքը միշտ սպասելի է եւ դուք կարող եք ժամանակ առ ժամանակ մեր հարթակը օգտագործել եւ միասին մենք կզրուցենք մեր հավատացյալ ժողովրդի հետ։ Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն նաեւ ձեզ, դուք վերջին շրջանում բավականին հետեւականությամբ դիտում եք մեր հաղորդումները, ձեր դիտողությունները եւ նկատառումներն եք արտահայտում, շնորհակալություն այդ հետեւականության եւ հետաքրքրասիրության համար
Մինչև նոր հանդիպում։